որպես ռեգուլյորական այսպիսի միացածորում ընդհանրապես հայկական Արցախը հետաքրքիր է աշխարհին թե չէ։ Ես կարծում եմ, որ այո հետաքրքիր է աշխարհին եւ այս տեսանկյունից Արցախի թեման փակված չէ։ Ինչի հետաքրքիր, որպես ոստից նախամուտքը ես ասեմ հետեւյալը, մի փոքր պատմական էքսկուրս կատարենք, երբ 13-րդ դարի մողոլների հասան այսօր Կովկաս, այն քիչ տարածքի իշխանություններից էին Արցախի իշխանությունները, որոնց հետ մողոլները համագործակցում էին եւ Արցախով արցախցի հայ զորավարները զորքի հետ գլուխ անցած ասել են մինչև Բաղդադ, Դամասկոս եւ կռում էին Իգոնիայի սելջուկների դեմ, թուրքական սելջուկյան պետության դեմ, այլուհետեւ թուրք պարսկական պատերազմների ժամանակահատվածում մենք օժանդակում էինք Պարսկաստանի հակաթուրքական ճակատ նկատառումով, հետագայում արդեն Ռուսաստանի հետ հարաբերությունները, դեպ ասեմ, որ 2018 թվականի մայիսին ես ազգային ժողովի փոխնախագահի կարգավիճակով Պարսկաստանում էի եւ որոշ քաղաքական շրջանակների հետաքրքիր հանդիպումներ եղան եւ այդպես քննարկում էինք ընդհանրապես վերաբնակեցման հետ կապված Արցախի Արաքսախմերձ հատվածների հետ կապված հարցեր, շատ հարցեր ասենք, որոնք մամուլում բանում իհարկե այդպես չի քննարկվել, չի խոսվել, կամ ասենք այսպիսի հարցեր են տալիս ինձ։ Մենք ձեզ վատ էինք նայում, որ անցափոսների կողմ։ Այսինքն խոսքը նրա մասն է, որ իսկապես մենք խամսայի ժամանակահատվածում լավ հարաբերություններ կան, այսպես կիսանկախ վիճակում էինք Արցախը եւ ինչի այդպես փափուկ են ասում, այսինքն դավաճանեցիք մոտավորապես այսպես։ Ես հետեւյալ ձևով հարց ներկայացրեցի, որ ոչ մենք ձեզ հետ միշտ ցանկանում ենք լավ հարաբերություններ, ուներ պարզապես հարցը նրանումն է, որ 18-րդ դարից սկսած դուք արդեն ի վիճակի չէիք հակաթուրքական ճակատը ամուր պահել։ Այսինքն դա իրականում այդպես է եւ թուրքերը արդեն մտնում էին այսօր Կովկաս եւ հայ Արցախի իշխաններին հետեւյալն էին ասում, որ դուք այդպես աղբյուրներում հետեւյալ ձևով ներկայացած դուք կանգնած եք մեր մեջը, մենք ձեզ պետք է ոչնչացնենք, որովհետեւ Ղադիմի, այդ բառն եմ ուզում իրենց շեշտել, Ղադիմի Բաքու եւ Դերբենդը մերն է եղել եւ պիտի հասնենք, դուք մեր մեջը կանգնած եք եւ պիտի հասնենք այնտեղ։ Այսինքն ինչի մենք իսկապես այսօր էլ է, այսինքն քննարկման նյութ է ռուսների հետ պետք է հարաբերություն ունենան, Եվրոպայի հետ պետք է հարաբերություն։ Այդպես չի, որ գեղեցիկ որ քննվեր ենք գնում, ասում սրա հետ պետք է հարաբերություն ունենանք, նրա հետ չպետք է հարաբերություն ունենան։ Մենք այդ հարաբերությունները Ռուսաստանի հետ ունեցանք նրա համար, որովհետև հակաթուրքական ճակատ պահելու ամենակարևոր, ամենալավ միջոցներից, գործիքներից մեկը դա էր։ Դրա համար հենց Արցախում Գանձասարում ծնվեց այդ գաղափարը, որ պետք է հենվել այդ ուժերի վրա եւ ստացվեց ինչ-որ ձև։ Կարծում եմ, որ ստացվեց։ Մենք ընդհանուր առմամբ պետք է հետաքրքիր լինենք Հայաստանի համար, թե չէ։ Իհարկե պետք է հետաքրքիր լինենք Հայաստանի համար, որովհետեւ Արցախը թե պատմական բոլոր ժամանակահատվածներում, թե ներկա ժամանակահատվածում Հայաստանի կյանքում, հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարություն միշտ ունեցել է։ Որպես իմ խոսքս այսպես ներկայացնում չէ, ասել 1918-20 թվականներին։ Այդ ամբողջ Ադրբեջանը 60-70 հազարանոց բանակ էր մշտապես պահում Արցախյան ճակատում։ Այսինքն այն հարվածը, որ պետք է հասցվի նորակազմված նորաստեղծ Հայաստանի Հանրապետության առաջին այդ հարվածը Արցախն էր իր վրա վերցնում։ Կամ խոսենք խորհրդային ժամանակաշրջանի վերջին էտապի մասին։ 1988-99 մինչև պատերազմը սկսվել է։ Գաղտնիք չէ, որ ամենի միջոցով նաև Հայաստանի Հանրապետությունը մաքրվեց այն տարիից, որը մշտապես գործող ռուբի ազդեցությունն էր այստեղ, այս տարածքում եւ այսօր այլև անդամ խոսում չէ դրա մասին։ Պետք է նույնիսկ վերադառնանք կամ չէ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ներքից պայթեցնի, ինչպես առաջին հանրապետությունն փորձում ժամանակին ներքից պայթեցնի։ Կամ 91-94 թվականի պատերազմը եւ դրանից հետո ընկած ամբողջ ժամանակահատված, ես նկատում եմ մինչև 20 թվականի պատերազմը։ Վերջիվերջո գաղտնիք չէ, որ այն ժամանակ խնածախի վրա չէին կրակում։ Այսինքն այդ ամբողջը կրակում էր Արցախի Հանրապետության վրա եւ այդ բուֆերային, այդ
թափամերմիջի բանը գործոնը Արցախի հանրապետությունը վերցրել է այդ չեմ խոսում տնտեսական հանգամանքների մասին եւ այո իսկապես առանց Արցախի հանրապետության Հայաստանը այլ երկիր է Արցախի հանրապետության հետ այլ երկիր սա ես չեմ ասում սա ասում են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ հետախուզության նախկին պետն է հետևյալն ասում այդ ամենի մասին ասում եւ ընդհանրապես շատ ու շատ փորձագետներ են դրա մասին խոսում վերջիվերջո հասկանում են Արցախի հանրապետություն կար բայց վերջիվերջո Հայաստանի հանրապետության տարածքը 42000 քառակուսի կիլոմետր մենք Իրանի հետ հաղորդանի 180 համարյա կիլոմետր այսպես սահմանում էինք եւ ես նորից վերադառնալով Պարսկաստանում եզու իրենց համար շատ հետաքրքիր են այնտեղ ինչ է քան շնորհիվ մենք շատ դանդաղ աշխատանքներ ենք կատարում վերաբնակեցման հետ կապված հարցերի ոսականի եւ հարակից հետ հատվածների որտեղ անչափ այդ բաները այդպես կարեւոր են եւ այս տեսանկյունից մենք հետաքրքիր կարծում Պարսկաստանի համար իհարկե մենք Պարսկաստանի համար բավականին հետաքրքիր ենք որովհետեւ ես կաթողիկոսի գլխավորած առաջինի գլխավորած այդ գիտի հարթակի անդամ են մենք հաճախակի այդպես 10 օրում մի անգամ այդպես քննարկումներ ենք անում եւ հետաքրքիր տվյալները որ այսօր հենց Իրանի հոգեոր առաջնորդի շրջապատի փորձագետները ինչպես ասում են շատ ափսոսանքով են խոսում իրենց վերաբերմունքի մասին որ իրենք ունեցան 20 թվականի մարտական գործողությունների ժամանակ այսինքն նրանք հասկացան ինչ մեծ սխալություն այսինքն որտեղ այդ տարածքներով եկան թուրքերը նստեցին եւ իրենց անվտանգ մի նոր ճակատ բացվեց Իրանի համար եւ պատահական չէ երեք այսպես օդանավակայաններ կառուցվեց ամիջապես սահմանամեծ այդ հատվածներում իր բանի Իսրայելի այդքան ակտիվ աշխուժ հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ չէ ամսի 7-ին հետ Նեթանյահուն պիտի գա Բաքու եւ ինքն որ պիտի մնա այդտեղ այսինքն հենց այնպես չի պատահական չի դա որովհետեւ առանց Արցախի հանրապետության դու այդ մեղրու հետ կապված հարցերն էլ պրոբլեմայի դա այսինքն այդպես չիպուկ չկա որպես կարողանաս այդ հատվածները այդպես նորմալ կարողանաս այսպես սպասարկես եւ անվտանգությունը բայես Սյունիքի այսինքն այս տեսանկյունից մենք նաեւ հետաքրքիր ենք այո իսկապես Պարսկաստանի համար հետաքրքիր ենք նաեւ ինչու՞ չէ նաեւ Ռուսաստանի համար որովհետեւ վերջիվերջո մենք այդ աշխարհական զարգացումների հետևանքով նրանք թողեցին հեռացան չէ այսինքն տարածաշրջանից եւ ես ժամանակին նաեւ ռուս միաստիճանավորի պաշտոնի հետևյալն եմ ասել այստեղ էլ եմ ուսում ասել որ մեր շնորհիվ դուք մտական գրկողված եւ մեզանով դուրս եկան գնացից այսինքն իրականում իսկապես այդպես այսինքն մեր շնորհիվ Արցախի շնորհիվ նրանք հնարավորություն ունեցան որպեսզի տարածաշրջան մտնեն եւ ցավոք սրտի ցավոք դիտեցեք որ լավ չկատարեցին իրենց պարտականությունները եւ դաշնակցային այդ հարաբերությունները բայց այնպես չի որ իրենց հետաքրքրությունը օրցրել են Արցախի նկատմամբ որովհետեւ չլինել Արցախ նշանակում է չլինել նաեւ այսօր կոկասում չլինել հետեւաբար այդ վերադարձ անհրաժեշտ է թե տարածքային ուժերի հակակշռությունը պահելու տեսանկյունից անչափ կարևոր է հայկական Արցախի գոյությունը եւ նաեւ քրտիական այսինքն նաեւ 20 թվականին միջև 20 թվականը ո՞նց են խոսում ասում են գիտեք մի քանի շրջան մի քանի գյուղեր տվեք մի քանի գյուղեր դե սահմանը կբացենք Ադրբեջանը մի քիչ կհանգստանա մի քանի հիմա նաեւ 7 շրջանները վերցրեցին ամբողջ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքը բռնազավթվեց հիմա Հայաստանից է այսպես փոխում տանում եւ նրանց խոսույթը այսինքն արդեն քիչ ամում ասել դեպի Արարատ չպիտի իրավունք ունեք նայեք Արարատ այսինքն հասկանում եք խոսակցական բանը ինչպես է փոխվում որտեղ այսինքն գոյությունը թույլ է այսինքն այն ժամանակ 42000 քառակուսի կիլոմետր տարածք եւ ուժեղ Հայաստանը չի դրա համար ինչպես ասում են ողորտում են այդ չեմ խոսում արդեն Ադրբեջանի մասին որ ամեն օր այսպես ուլտիմատումներ են ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը եւ ընդհանրապես հայ ժողովրդին հետեւաբար մենք պետք է փորձենք աշխատենք որպեսզի այդ հավաքական վերադարձը ըստ էության կատարվի ես այդ տեսանկյունից
լավատես է, որովհետև աշխատանքի պարագայում արդյունք միշտ է։ Այսինքն, եթե ձեռքերը ծալած նստես, ես չեմ ասում մեկ շաբթից կամ մեկ ամսից հետո այդ հավաքական վերադարձը լինելու է, բայց լավ աշխատանքի պարագայում, որտեղ աշխարհը հարափոխող է, անդադ փոխվում է աշխարհը։ Այդ այդ տեսեք ինչ է, չէ, կարան փոխվում է ինչ մանավ Կանադայից, Գրենլանդիայից, այս աշխարհը անդադ այսպես շրջապատույթի մեջ է եւ խելոք քաղաքական այսպես ճիշտ քայլ կատարելու պարագայում մեր տեղն ու դիրքը կարող են ունենալ եւ մեր ազգային նշանակության հարցերին կարող են լուծումներ տալ, այդ թվում նաեւ Արցախյան հայցի։